Գնացիք են կողմով։ Ժորժ ջան, մենք ինչ ենք այտենց արել, որ ասենք ես ձեզ ասեցի, որ դուրս եմ գալու, չէ՞։ Ինչ եք շնչակտուր վազել իմ հետևից, երբ որ ես Քանի որ մենք ունենք փորձ պարոն Հարությունյան, Պաշտոնյանների տարբեր, դե հետ կապած չէ։ Հա, դե հետ կապած չէ, փորձ տամել ասեցի դու մեզ։ Ոչ, ես բոլորին ասեցի մի փախ։ Դա չեք մեկ թե։ Գնա, վազի հետևից։ Հիմա որպեսզի ուղիղ եթերի մեր հայրենակիցները իմանան թե այս ինչ իրարանցում է, ես մի պահ մտել եմ պարոն Սիմոնյանի մոտ բարևելու եւ ձերանն եմ մոռացել, քնարին մինչև այդ զգուշացրել էի, որ դուրս եմ գալու, էլի իշխանությանը չեն հավատացել, իմ հետևից վազել են, որ բռնացնեն փողոցում։ Հարգելի գործընկերներ, ես երբեք որևէ դեպքում ստեղ գալուց չեմ խուսափել եւ որևէ տեղ ձեր հետ շփվելուց հիմա համեցեք։ Դա հաստատ է, պարոն Հարությունյան, դուք ԿՊ-ների եք հնարավոր պատրաստում։ Դրա համար նախագահական շտաբն եք ղեկավարելու, ինչու հենց ձեր տեխնացիության վրա կանգ առան պարոն Հարությունյան։ Լավ, հիմա պատասխանեմ։ Նախ ժամանակին էլ երևի սեպտեմբեր կամ օգոստոս մեր որոշ գործընկերներ իշխանությունից ասել են, որ այդպիսի գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում եւ դա պետք է գնահատվի։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ ուրեմն գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը եւ այդ որոշումը պայմանավորված է դրանով, որ եւ առհասարակ քաղաքական ուժը ամեն հաջորդ ընտրությունից հետո, ասենք օրինակ, առաջիկա ընտրությունը երբ է լինել, հունիսի 7, 8, 10, հաջորդ օրը կարող է ձևավորել հաջորդ ընտրությունների շտաբ եւ նախապատրաստվել ընտրությունների։ Անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառներ։ Հարգելի գործընկերներ, կարող է, չգիտեմ, այնպիսի մի հատ աշխարհացունց իրավիճակ լինի, որ եւ դրանից ապահովագրված չի որևէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսի կայանալիք հերթական բոլոր մրցակիցներին հետևելով իրադարձություններին բոլորին կալանավորում եք ըստ էության։ Էլ ինչի է պետք շտաբում է պետք, եթե բոլոր ուժեղ մրցակիցները արդեն միջև ընտրությունները հաստատ բանտում կլինեն։ Ես կարծում եմ ձեր հեգնանքը տեղին չէ եւ ձեր սարկազմը ընդհանրապես տեղին չէ, որովհետեւ մենք ապրում ենք իրավական պետությունում եւ բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնում են համապատասխան տեղերում կամ հարուցում են համապատասխան վարույթներ։ Մեր մեղավորությունը այդտեղ թերևս այն է, որ այնուամենայնիվ այդ համակարգերը այնպես արագ չեն բարեփոխվել եւ զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, այսինքն ոչ թե ավարտվեն մի քանի տարում, այլ ավարտվեն ամիսների ընթացքում եւ նման խոսակցությունները իջիկ կլինեն։ Ազատ խոսքի բերանով եք փակում։ Կամ կալանավորվել է այս ընթացքում։ Ընդդիմության ներկայացուցիչներ խոսքի համար կալանավորվել են։ Իշխանության ներկայացուցիչը գրառման համար, հայտարարության համար։ Մենք խոսքի համար չենք կալանավորում եւ առհասարակ գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի։ Իրավապահները կալանավորվում են համապատասխան քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում։ Հարգելի գործընկերներ, ես արդեն պատասխանեցի, էլի ես լինելով գործադիրի ներկայացուցիչ որակումներ չեմ տալու եւ դատական համակարգը կտա պատասխանները արդյոք այդտեղ
այդ ամենը իրավաչափ է եղել թե ոչ։ Ներողություն, ես բոլոր հարցերին կպատասխանեմ։ Երկու օր առաջ, եթե չեմ սխալվում, հենց բյուջեի քննարկմանը զեկույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական կողմի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով արդեն կապ կա, քննարկումներ անդադար։ Ես կխնդրեի մանրամասնել պարոն Հարությունյան, կոնկրետ ինչ օրակարգով են այս փուլում ադրբեջանական կողմի հետ այդ ինտենսիվ շփումները։ Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են եւ ես չգիտեմ կոնկրետ ինչ խոսակցություն է եղել այդ զեկույցի ժամանակ վարչապետի ընդհանուր դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, ասենք օրինակ սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է իր ուղղությամբ աշխատում, արտաքին գործերի նախարարությունը համապատասխան իրենց օրակարգով աշխատում, անվտանգության խորհուրդը եւ Արմեն Գրիգորյանը իր գործընկերոջ հետ է աշխատում, գնեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը, օրակարգները, երբ որ արդյունքները լինում են, մենք դրա մասին խոսում ենք եւ կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում վատը չէ, օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Պարոն Հարությունյան, իսկ ամենօրյա ռեժիմով քննարկումների ժամանակ արդյոք այդ ցավոտ հարցերը քննարկվում են, օրինակ այսպես կոչված Զանգեզուրի Բիջանցքը, Արեմտյան Ադրբեջանի թեմագերները, թեմայից չհոգնեցիք դուք ընդհանրապես։ Իրենք շարունակում են։ Դուք ընդհանրապես չհոգնեցիք այդ թեմաներից Զանգեզուրի Միջանցքի։ Եվ մենք ենք մեր կարծիքը ասել եւ իրանք են իրենց կարծիքը ասել, կան ստորագրված փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերում շատ հստակ եզրույթներ, տեղանուններ, անվանումներ, ինչ է անընդհատ ավելորդ լարվածություն ստեղծում այդ բանը։ Okay, մենք չենք ստեղծում։ Խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ կան քննարկումներ այս պահին, պարոն Հարությունյան, նախաստորագրվեց, բայց ստորագրման մասին կարծես թե դադար է այս պահին, եթե այդպես չէ, դե երկկողմ շփումներում այդ հարցը անընդհատ կա եւ պետք է փորձենք նաեւ ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթղթը ստորագրվի։ Կա հեռանկարների ղեկավարների միջև ուղիղ շփում կա թե ոչ։ Պետությունների ղեկավարների միջև այն ժամանակ, երբ որ շփում լինում է, դուք դրա մասին իմանում եք պարտադիր։ Պարոն Հարությունյան, իրավական ոլորտից են տալիս այդ բերանը փակելու, եկեղեցու ցանելու հետ կապված, ասում եք, թե դա իրավական տիրույթ է, մենք թողի ամեն մեկը զբաղվի իր գործով, չենք խառնվում, բայց կոնկրետ 3 Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստին եվրապատգամավորներից մեկը Նաչո Սանչեսը ձեզ ամոթանք տվեց, որ 20-40 ոստիկան եք ուղարկում մարդկանց խոսքի համար բանտ եք նետում ու հիշեցրեց, որ դուք տենց ուզում եք ԵՄ անդամ դառնալ, եւ ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։ Դա ձեզ չի առնչվում։ Երբ որ իսպանացի падգամավորը գալիս է եւ Հայաստանի Հանրապետության տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը եւ մեր իշխանությունը միտված է ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախնել մեր կողմից անարդարացի քննադատությունից, լսել դա եւ ընդունել գիտություն։ Յուրաքանչյուր հարգելիս դա իսպանացի падգամավորը զգուշացնում է, okay։ Դուք ԵՊՀ դասախոս եք եղել, պարոն Հարությունյան, գնահատականներ են հնչում, բավականին ընդդիմադիր դասախոս եք եղել, ազատ արտահայտվել եք, բայց որևէ մի ՀՀԿ-ականի երեխա, օրինակ, ձեր ընդդիմադիր դասախոսությունները չնկարեց տալ ռեկտորին, որ ռեկտորներ օրինակ պարոն Հարությունյանին որոշում կայացներ աշխատանքից հեռացնել։ Ինչու է այսպեսի կատաղի պայքար մղում ազատ խոսքի։ Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել կամ որակումներ չեն լսել, իմ դասախոսությունները լսարանում եղել են բացառապես այն դասախոսությունների շրջանակներում, որոնք եղել են։ Եվ ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, ես չգիտեմ ինչ Նարեկ ջան, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, հարցը տրվեց ինձ հետ կապված, ես պատասխանեցի։ Եվ ներողություն, եւ միաժամանակ կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերի այս զարգացվածության պայմաններում
Այո, ես ունեցել եմ ուսանողներ, որոնք իմ գործունեությանը հետևել են եւ հետևել են այն քաղաքական ուղուն, որին ես եմ հետևում։ Դիցուկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք եղել են իմ ուսանողները, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես չարաշահել եմ իմ ուրեմն լիազորությունները որպես դասախոսի եւ պարտականությունները եւ նման գործունեություն եմ ծավալել, բայց ես ձեզ ասեմ, որ իմ ունեցած տեղեկություններով Երևանի պետական համալսարանի ռեկտորը ապրիլի 22-ին 2018 թվականի որոշում է կայացրել ինձ հեռացնելու, բայց ապրիլի 23-ին հեղափոխության օրերն էր, ապրիլի 23-ին այդ հրամանը անհետացել է։ Մինչև էդ էլ եղել են փորձեր ճնշելու, սահմանափակելու, բայց ես կարծում եմ, որ նույն ԵՊՀ ղեկավարությունը շատ լուրջ մտահոգություններ է ունեցել, որ հնարավոր սահմանափակման դեպքում, ես փաստերի մասին եմ խոսում, եւ հնարավոր սահմանափակման դեպքում ես ասում եմ, ես ունեմ տեղեկություններ, ես չեմ ասում, այդ մարդը այդպիսի բան է արել, հարգելի գործընկերներ, եկեք մեկ post-factum հայտարարություններ եք անում, ուզում եք արդարացնել այսօրվա հիմա ես ուրիշ բաների մասին եմ ասում, նաև, որ եղել են մինչև այդ սահմանափակման փորձեր, բայց այդ մարդիկ, այդ թվում նաև Արամ Սիմոնյանը հասկացել են, որ դա շատ ավելի վատ հետևանքներ կունենա Երևանի պետական համալսարանի համար, քան իմ սահմանափակումը։ Թեմայի շարունակություն էլի կներեք։ Տեսեք, պետհամալսարանը պատճառաբանել է, որ դասախոսը ազատվել է աշխատանքից իր պահվածքի համար եւ արդեն բացահայտվել է դասախոսը։ Ես քանի որ թեմային ծանոթ չեմ։ Եվ քանի որ շատ հաճախ լրագրողները հարց տալուց իրականությունը խեղաթյուրում են եւ փաստը չեն ներկայացնում այնպիսին, ինչպիսին կա, ես զերծ կմնամ մինչև թեմայի ուսումնասիրությունը այդ հարցին պատասխանեմ։ Ես պարզապես այդ օրինակով ես պատասխանեցի եկեղեցու հետևորդ եք։ Այո։ Կնքվել եք եկեղեցու 91 թվականին, երբ որ ձեզանից ոչ մեկ երևի կնքված չի եղել։ Ծանարությունյան հովանավորին 91-ին չէ, ես կնքված եղել եմ ծնվածովանից, նո հենց ծնվել եմ, բայց բանը եկեղեցու հետ կապված այս արշավը ես տեսնում եմ, որ դուք էլ շատ գրառումներում անդրադարձել եք, կաթողիկոսին իր քաղաքացիական անազգանունով եք դիմել, ընդհանրապես չեք կարծում, որ սա լուրջ հարված է հասցնելու հենց հայ առաքելական եկեղեցուն։ Եթե տեսել եք բոլոր գրառումներում, հիմնական գրառումներում ես հենց այդ եմ նշում, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը եւ շարունակումը հարվածում է հայ առաքելական եկեղեցին։ Այո, գտնում եմ։ Ներողություն, պարոն Հաշտարյան, ձեզ մկրտել է հենց այդ, ինչպես դուք եք նշում, Կտրիչ Ներսիսյանի կողմից ուղղված հոգևորական։ Չէ, 91 թվին ինքը չէր, այն ժամանակ Վազգեն առաջինն էր։ Ինչո՞վ է հարվածում, պարոն Հարությունյանը, ինչո՞վ է հարվածել մինչև այսօր, ինչ է եղել։ Ինչո՞վ է հարվածել։ Այդ խնդիրը նոր է առել, դուք եք բարձրաձայնում եւ ասում եք, որ հարվածում է հայ առաքելական եկեղեցին, ինչո՞վ է հարվածում։ Հիմա այս խոսակցությունը զրոյից ենք բացում։ Ասենք, եկեք կոնտեքստներից կտրված կամը։ Որն էր, պարոն Հարությունյան։ Զրոն, երբ որ սկսեց խոսակցությունը նրա ոչ կուսակրոն լինելու մասին։ Դուք գրառում եք արել, որ 2020 թվականին հանդիպել եք կաթողիկոսի հետ, ինչ եք քննարկել։ Արդյոք այդ ժամանակ ձեզ հայտնի է այս ամեն ինչ այսօր դուք գիտեք եւ խոսել եք այդ մասին։ Անկեղծ ասած, 20 թվականին, երբ որ հանդիպել եմ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել։ Ասեմ։ Ուրեմն ես գնացել եմ, ընդ որում ես չէի ուզում գնալ, այդ ժամանակ հիշում եք հայոց պատմություն, այն ժամանակ հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն, ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին հայոց պատմություն եւ առանձին հայ եկեղեցու պատմություն, որովհետեւ դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում են չէ, որ դուք հայ եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք հայ եկեղեցու պատմությունը եւ այլն,
եւ իմ գործընկերներից մի քանիսը այդպես ասում էին, գուցե մի հատ զրուցեք, հասկանաք ինչ են խնդիրները, եւ այդ զրույցի ընթացքում ըստ էության այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ եւ հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հələ մի հատ այն թուղթը բեր, այդ օգնականը բերեց թուղթը, ասում է գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիտ, այսինքն մեջքին, նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ եղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ Գանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ, հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ տկեն նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում էր հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում եմ դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան եւ այս մարտիկ այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։ Էս է եղել իմ Էս եղավ Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը։ Ինձ ներկայացրեցիք, մտածեցինք Ես ճիշտն ասած չգիտեմ էլ իրան, չգիտեմ ում մասին է խոսքը, գուցե հիմա ակտիվել է, նույնիսկ նկարը հիմա վիզուալ չեմ հիշում, թե ով է ինքը նստած, բայց ցույց նորմալ չի, որ մարդը կասկածներ ունենա, հաստատության սփորձագետների անցել է անձնական դաշտ մտնելու, մարդկանց տեսանկարը չգիտեմ, անելու, քույրի մտահոգություն որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԱԱՑ-ն եւ այլն կոնկրետ իրեն են ենթարկվում, որ նույն քպարտաների վերաբերյալ են բազմաթիվ նույն բովանդակ ամբասիաներ կարող են ունենալ եւ մամուլում բարբերաբար գրել այդ մասին։ Այդ մտահոգություն չունեք, որ մի օր ինչպես գործընկերս քիչ առաջ Սիմեները հարգելի գործընկերներ, բաղնիքում օրինակ ձեր կամ որևէ բաղնիքում կարող են տեսախցիկ դնել։ Հարգելի գործընկերներ, չգիտեմ այդ ինչ համոզմունքով եք բոլորդ պնդում, որ դա չեք հարցնում, դուք պնդում եք։ Եվ երբեմն ձեզ հետ խոսել չցանկանալու այդ ցանկությունը առաջանում է նրանից, որ ոչ թե դուք գալիս եք հարցեր տալու, այլ ձեր պնդումները անելու եւ վերնագրեր գրելու համար։ Այ երբեմն թեպետ ես երբեք բան չեմ արել, չեմ հրաժարվել լրագրողների հետ հանդիպումից, բայց երբեմն տհաճություն եմ զգում այդ երբ որ լրագրողը գալիս է կներեք 1000 անգամ այս բառի համար չանա տալու եւ ոչ թե հարց տալու եւ հարցը լսելու եւ հիմա ես հիմա ոչ մտահոգություն չունեմ որովհետեւ ոչ չունեմ դե լսեք հարց տվել եք հարցի պատասխանը լսեք ոչ չունեմ որովհետեւ իշխանությունը նման արտահոսքերի հետ կապ չունի եւ ես այդ օրինակը բերեցի որ նույնիսկ մեր իշխանության ժամանակ գաղտնալսվել են եւ հրապարակվել են մեր պաշտոնյաների վերաբերյալ ուրեմն նյութեր շնորհակալություն այս հարցին էլ չեմ անդրադառնալու Պարոն Հարությունյան, թե ձեզ համար ընդունելի չէ այդ
Ես ասեցի, ես իմ բոլոր դիտարկումները ներկայացրել եմ նորմինացիաները, ես չգիտեմ իմ տեղակալի հետ կապված ինչ լրատվամիջոցներ կան։ Վարչապետը անկախության հռչակագրի հետ կապված գնահատական է հնչեցրել, որ անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստան պետություն չի կարող լինել։ Կիսում եք այս գնահատականը, նաև անկախության հռչակագրի իր ուղերձներում կա այս մեկնաբանությունը։ Այո, կիսում եմ։ Եվ կասեք հռչակագրի կոնկրետ որ դրույթներում է դա արտացոլվում, պարոն Հաշվին։ Դե հարցին եք չեք պատասխանում, ասում եք հարցերին պատասխանում եմ, բայց հարցերին եք չեք պատասխանում։ Ես չլսեցի, ներողություն ասեք։ Հովանավանքի շարունակական պատարակները հնարավոր է հիմք հանդիսանա, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը վեհարանից հեռանա։ Հովանավանքի պատարակները այդ գործընթացի մի մաս են կազմում։ Ինչպես օրինակ Ես արդեն պատասխանեցի։ Որովհետև Հայաստանի պետության կամ չգործության մասին, ասեք պարոն։ Ես կարծում եմ, որ անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ։ Որն է։ Իսկ ինչ է պարոն այդ գործընթացը, որ սահմանադրության չկարողությունը չի կարող հեռացնել, այս հոգով խոսալու այս պրակտիկային վերջ տվեք։ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ իր էջում դրել էր, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա։ Մենք գիտենք, որ իշխանությունը իրավունք չունի սահմանադրությամբ հեռացնելու։ Այսինքն ինչ ճանապարհ եք ընտրել ճնշումների միջոցով։ Վարչապետը շատ հստակ արտահայտվել է այս ամենի մասին եւ ասել է, որ ինքը որպես իշխանություն չի հանդես գալիս այս գործընթացում, այլ հավատավոր քրիստոնյա։ Այստեղից բխող բոլոր արդյունքներով։ Նախ խնդրեմ դուք ցանկացած մասսայական միջոցառման ընթացքում, որին մասնակցում է հանրությունը, ոստիկանությունն է անվտանգությունն ապահովում, որին մասնակցում է բարձրաստիճան պաշտոնյա, որը պետական հսկողության տակ է գտնվում, համապատասխան կառույցների կողմից իրենք են դա իրականացնում։ Պարզապես մենք Նիկոլ Փաշինյանը որ միտեղ է գնում, ես իմ հարցերը միանգամից կտամ, կարող է հետո հնարավորություն չունենամ։ Նիկոլ Փաշինյանը Բայց ես 5 րոպեից գնալու եմ։ Նիկոլ Փաշինյանը որ միտեղ է գնում, մենք տեսնում ենք, որ 200 մետրը մեկ ոստիկանություն է կանգնած եւ տպավորություն է, որ եթե մի կես կիլոմետր այդ խաչմերուկը չլինի, արհեստական խաչմերուկ կստեղծեն, որ այդ ոստիկանները կարող են իրավաբաններն ու անպատասխան հարցս վերջացնեմ, ինչու է այդքան շատ ճանապարհներին ոստիկանություն կանգնում եւ արդյոք կառավարության վարչապետի ենթակայությամբ գործող ՊՊՑ-ն Հովանավանքի մայրաթորի կողմից կարգալույց հռչակված հոգեվորականի անվտանգությունն ապահովում է, թե չէ նրան ՊՊՑ ծառայողներ հսկում են, թե ոչ։ Առաջի հարցի հետ կապված թե որտեղ ինչքան ոստիկանություն կկանգնի եւ որ հատվածներում կլինի, դա գնահատում են համապատասխան մարմինները ելնելով այն ինֆորմացիայից, որ ունեն տվյալ հատվածում, երկրորդի հետ կապված ես նման ինֆորմացիա չունեմ։ Պարոն Հարությունյան, ձեր երկորը համարում են Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջի Միքայել Մինասյանը, բացատրեմ ինչ ասում են, ձեր քննադատներն ասում են, որովհետև գովազները կենտրոնացրել է իր ձեռքը, ինչպես օրինակ Միքայել Մինասյանը Հանրապետական կուսակցության շատ հանգիստ ամբողջ քաղաքը գովազների մեջ է, ամբողջ գովազների կուրացիան ինքն է իրականացնում, այսպես է հրապարակումները։ Ու ասում են, քննադատում են, ասում են ըստ էության Նիկոլ Փաշինյանի իշխանության պայքարը ոչ թե երևույթի դեմ էր, այլ անձերի դեմ էր։ Կուզենամ ձեր գնահատականը։ Դա սուտ եւ իրականության չհամապատասխանող փաստ է, որովհետեւ լուր է եւ մեկնաբանություն է, որ որևէ աղերս չունի իրականության հետ։ Գովազների հետ կապ չունի։ Այսինքն, եթե ձեր եղբայրը զբաղվեր անասնաբուծությամբ, կարող էին ասեն, որ որևէ ոլորտ կենտրոնացված չի, ինչի մասին եք խոսում։ Դուք ուսումնասիրել եք ինքը որտեղ է աշխատում, ներողություն, դուք ուսումնասիրել եք ինքը որտեղ է աշխատում եւ եկել եք այդ եզրակացության։ Բոլորը այդ մասին են ասում, ոլորտը ինքն է գտնվում։ Իմ եղբայրը զբաղվում է գովազդով, բայց եթե ձեր եղբայրը զբաղվեր անասնաբուծությամբ, ես կարող էի ասեի, որ բոլորը ասում են, որ անասնաբուծության մագնատ է ձեր եղբայրը։ Ոլորտի պատասխանատուները ասում են ամբողջը Շատ բան են ասում։ Ես նույնիսկ իր պաշտոնը չգիտեմ, հարգելի գործընկերներ, որովհետև ես ոչ
մի եղբորից, ոչ մյուս եղբորից աշխատանք։ Պղնձամոլի տնային կոմբինատում է աշխատանքի ընդունում է Թող ասեմ, դա չի համապատասխանում իրականությանը։ Հայտարարվեց, որ 26 թվականի ընտրություններից Հարգելի գործընկերներ, իմ ընտանիքի հետ կապված որևէ լուր ասեկոսներ չեն համապատասխանում իրականությանը, որովհետև իմ ընտանիքը այնպիսին ինչպիսին եղել է 2018-ին շարունակում է այդպիսին մնալ։ Հայտարարվեց, որ 26 թվականի Եվ ես չեմ եկել ձեր բամբասանքները մեկնաբանել այստեղ։ Խորհրդարանական ընտրությունները Ես շարունակում եմ մետրով գնալ, ամբողջ օրը զբոսնել, դա ձեր խնդիրն է։ Իմիջիալոց ձեր որ լրատվամիջոցն եք, ասեք։ Ուզում եմ իմանալ։ Հրապարակ։ Հա։ Պարզ է։ Սկզբից ներկայանայք, որ հրապարակն եք էլի։ Իրախավոր եկել, հայտարարվեց, որ աշխատել այնտեղ։ Խորհրդարանական ընտրություններից հետո ընտրողների քվեն ստանալուց հետո նաև կձեռնարկվի նոր սահմանադրության ընդունման համար հանրաքվե։ Կա ընդհանուր մոտեցում, պատկերացում, թե մոտավորապես երբ սահմանադրությունը կդրվի հանրաքվեի։ Չէ, չկա նման դատաների վերաբերյալ, ժամկետների վերաբերյալ քննարկում չկա։ Շնորհակալություն։